անգամ գյուղից դուրս չեմ գա։ Ես ինչ պիտի իմ գյուղում թողնի։ Խնածաղցի Կոլյան բազմազավակ ընտանիքի ավագ որդին է։ Արդեն սովորել է ապրել ադրբեջանական դիրքերից հնչող ամենօրյա կրակոցների տակ։ Ամեն առավոտ տամբակից նայում է ընդամենը 100 մետր հեռավորության վրա ալիքվող ադրբեջանական դրոշին։ Իսկ երեկոյան, երբ ժամացույցը 22:20-ն է ցույց տալիս, ընտանեկան աղմուկը փոխարինվում է կրակոցների ձայնով։ Ալեքսանյան եղբայրներից փոքրը Ալեքսն է։ Թեկուզ ամեն օր տամբակում կռիվ է խաղում, կրակում ու խրամատ է փորում, երեկոյան հնչող առաջին կրակոցից վախից վազում է մայրիկի գիրկը։ Առաջի կրակոցը որ լինում է Ալեքսն է առաջինը վախում։ Առաջին ինքն է վախում, ասում է որ կռիվ լինի ինչ ենք անելու։ Որ կողքից նստած արենում կրակում են, փախնում է գնում մամայի մոտ։ Պաշտպանության նախարարը, նախարարությունն ու այլ պաշտոնյաներ շարունակում են պնդել, կրակոցներ կան, բայց դրանք թիրախային չեն, մեզ չեն թիրախավորում։ Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չէ։ Եվ բնականաբար դրանք են դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Սյունիքի մարզի Խնածաղ գյուղի ուղղությամբ, սակայն մեկ անգամ չէ, որ կրակոցները հասցեական են եղել։ Մարտի 31-ի կեսգիշերին ադրբեջանական ստորաբաժանումների կրակահերթերը թիրախավորել էին տներից մեկի պատուհանը։ Իշխող ուժի կապանցի падգամավոր Դավիթ Դանելյանն էլ հարցի լուծումը տեսնում է դիվանագիտական ճանապարհով։ Խոսելով խաղաղության պայմանագրի մասին, նա ընդգծում է, քանի դեռ այն ստորագրված չէ, որևէ իրավական ուժ չունի, իսկ պարզապես տեքստի համաձայնեցումը բավարար չէ։ Իշխանությունից ոչ մեկ դա չի հերքում եւ դա անհերքելի փաստ է, դա արձանագրված փաստ է եւ հերքելու նպատակ էլ չունենք։ Ինչ վերաբերում է ինչ արվում, կա երկու ճանապարհ՝ ռազմական եւ դիվանագիտական։ Վստահաբար այս պայն ամեն ինչ արվում է դիվանագիտական խողովակներով, բայց ռազմական ճանապարհով որևէ խնդիր լուծել, կարծում եմ դա անգամ Ադրբեջանի պլանների մեջ է մտնում, որ մենք ի պատասխան կրակենք եւ դա կարող է էսկալացիայի տրամաբանության վերածվել։ Ադրբեջանցիներն ամեն օր կրակում են նաև Խոզնավարի ուղղությամբ, բայց հրադադարը խախտելու համար գրեթե ամեն օր Բաքուն մեղադրում է Երևանին։ Խոզնավարի համայնքապետ Վահան Զաքյանը պատմում է, որ չնայած ինտենսիվ ու թիրախավորված կրակոցներին, բնակիչները ապրում են բնականոն կյանքով։ Գյուղի ժողովուրդը ապրում են նույն առօրյա կյանքով, կրակոցները լինի չլինի, էլ արդեն սովորել եք այդ կրակոցներին։ Իրաց առօրյա կյանքով, իրաց գործերով երիտասարդությունը նույն խաղը դպրոցականները գնում են դպրոց, նույն ձևով մագապարտեզն աշխատում է, դպրոցն աշխատում է, ոչ մի խոճապ չկա, նորմալի կյանքով ապրում են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարտաճանաչ հերքում է այդ մեղադրանքներն ու հիշեցնում վարչապետ Փաշինյանի առաջարկի մասին, համատեղ մեխանիզմ ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու համար։ Ես հիմա Խոզնավարում եմ, հենց այն տան դիմաց, որը օրերս ադրբեջանական թիրախում էր հայտնվել։ Այս տունը ադրբեջանական դիրքերից մոտ 2 կիլոմետր է հեռու։ Իմ ետևում կարող եք տեսնել տան վնասված հատվածը։ Տեղացիները նշում են, որ ադրբեջանական կրակոցները հիմնականում գիշերային ժամերին են լինում։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Տանտերը նշում է, որ եթե պարկած չլիներ, նստած կամ կանգնած լիներ, ապա փամփուշտը վնասելու էր իրեն։ Այներից պատուհանով ես էստե պարկած տրակել այստեղին ու պուլյանի կետ հետևը։ Եթե ես նստած լինեի կամ կանգնած լինեի, հաստատ ինձ կպնելու էր։ Հաստատ 100%-ով կպնելու նեղից դե։ Այսինքն թեքին է եկնայի, թեքին եկալ աստե։ Չեմ վախենում, այգիս տեմ չեմ քնում, եկել եմ իսենակն եմ գնացել։ Այսի թող մի քիչ տեսնակ ինչ է ստացվում հետո։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մեծ հույսեր ունի, որ այս խնդիրը առաջիկայում անպայման կլուծվի։ Տևական ժամանակ է կրակոցները կան գիշերվա ժամերին եւ այդ մասով ինչ տեղեկատվություն որ կա, բոլորին հասանելի է, այդքանն էլ իրականությունն է, իհարկե շատ վատ է որ կրակում են, որովհետեւ ինքը իրականում խնդիր է նաեւ մարզի դիմադրողականության իմաստով, բայց մյուս կողմից մենք այսպիսի միջոցառումներ ենք անում, այնպես ենք անում, որ
մարզը հանկարծ ոչ մի վարքյան իր դիմադրողականությունը չկորցնի եւ հույս ունենք, որ շատ կարճ ապագայում առաջիկայում այս խնդիրը կլուծվի։ Խոզնավարի մշակույթի տան տնօրեն Արամ Բաղդասարյանը նշում է, որ կրակոցները վերջին օրերին պարբերական են, անգամ ժամերը գիտեն։ Պարբերաբար նույն ժամից սկսում է գիշերանում 4 անգամ, գիշերանում 3 անգամ։ Գիշերը ճիշտ է մի քիչ բան անում, բայց ցերեկը Համարը ժողովուրդը լրիվ առօրյա իրաց կյանքով ոնց որ գիշերը այդ կրակոցները չեն լսա, այդ կրակոցները իրաց վրա չելան, նույն ամենամակը իր գործը։ Խոզնավարի դպրոցի փոխտնօրեն Հարություն Անդրյանի խոսքով առաջին կրակոցները փոքր-ինչ անհանգստացնող էին, հիմա սովորել են ռեժիմին։ Երեխաների մոտ ոչ մի տանգնապային իրավիճակ չկա։ Չեն բացակայվում դասերից, ամենը իրենց նորմալ հունով ընթանում է կապված կրթության հետ։ Թող իմանան մենք չեն դառնա խաղալի, այնպես կծեծենք, որ գիշերով հասանի։ 8-ամյա Անին ամեն գիշեր կամ քնում է կրակոցների ձայնի տակ, կամ էլ արթնանում դրանցից, բայց ոչ կրակոցները, ոչ վախը չեն կոտրել նրա երազանքը։ Մի օր վերադարձնել Արցախը։ Մենք համը կրակոցներին չենք վախենում, որովհետև որ կրակում են այդքան մենք պիտի հզոր լինենք, վախկոտ չլինենք, որ վախկոտ լինենք, մեզ ասելու են բոլորը վախկոտ ենք։ Մեր Արցախն է հետ բերենք հայրենիքնել։ Տեղ համայնքի ղեկավարը նշում է, որ բնակիչների հիմնական զբաղվածությունը հողագործությունն ու անասնապահությունն է։ Սակայն 44 օրյա պատերազմից հետո արոտավայրերի տարածքները զգալիորեն կրճատվել են։ Հիմնական ստեղ զբաղվածությունը ասեմ, որ գյուղատնտեսություն, անասնապահությունն է։ Դե բնական է, բոլորիս էլ հայտնի է 44 օրյա պատերազմից հետո մի քիչ արոտավայրերի խնդիր ունենք, բայց էլի մարդիկ էլի իրանցունով ապրում են, անասնապահությամբ զբաղվում են, ով անասնապահությամբ, ով գյուղատնտեսությամբ, ու սենց իրաց կյանքը կապելով այս հողն ու ջրին ապրում են իրենց համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նորից մեղադրել է Հայաստանին, այս անգամ Գեղարքունիքի մարզի Ճամբարակից հրաձգային զենքով հրադադարը խախտելու համար։ Ընդ որում, Բաքուն հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել այս ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի հերթական մեղադրանքը, չանդրադառնալով պատասխան կրակ բացելու եւ հայկական դիրքերը թիրախավորելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությանը։ Սվետլանա Պետրոսյան, Սամվել Իսրայելյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։